Կիպրոսի բիզնես պատվիրակությունը Հայաստանում է քննարկելու երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաներ, էներգետիկա, զբոսաշրջություն, տեքստիլ, շինարարություն։ Հայաստանի միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի անդամների հետ հանդիպման նպատակն է բացահայտել համատեղ ներդրումային ներուժը տարբեր ոլորտներում։ На Кипре очень мало производства сельскохозяйственной продукции. Կիպրոսում շատ քիչ է գյուղատնտեսական արտադրանքը, իսկ ձեր մոտ այն շատ է։ Հաջողություններ ունեք տեքստիլի, կոշիկի արտադրության, կահույքագործության ոլորտներում եւ ավելի բարձր արդյունքներ գրանցելու համար պետք է լուծեք արտահանման եւ լոգիստիկ խնդիրները։ Մենք այսօր այստեղ ենք ծանոթանալու նոր կապեր հաստատելու նպատակով։ Հայաստանը ցանկանում է ավելի մոտ լինել Եվրամիությանը, բարելավել բիզնես կապերը եւ Կիպրոսը կարող է կամուրջ լինել Հայաստանի եւ եվրոպական երկրների միջև, ընդգծում է պատվիրակության ղեկավարը։ Законодательство Кипра очень хорошо защищает бизнес. Կիպրոսի օրենսդրությամբ ստեղծված են մեխանիզմներ, որոնք առավելագույնս պաշտպանում են բիզնեսի շահերը։ Ունենք հարկային բարենպաստ միջավայր։ Եթե նախկինում մեզ դիտարկում էին որպես օֆշորային երկիր, ապա Եվրամիությանն անդամակցությունից 2004 թվականից հետո մեր բիզնես միջավայրը գործում է Եվրամիության չափանիշներով։ Կիպրոսի ներդրող Վլադիմիր Վիշնևսկու ընկերությունը միավորում է 5 ներդրումային ֆոնդ, որոնց ընդհանուր կապիտալը գերազանցում է $1 միլիարդ։ Պատվիրակության կազմում են ֆինանսական, բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտների գործարարներ։ Հայաստանի դերը ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում մեծանում է եւ Կիպրոսը որպես ֆինանսական յուրօրինակ հաբ կարող է օգտակար լինել հայ գործարարներին։ Մինչև այս արդեն կազմակերպվել են հայ գործարարների բիզնես այցեր Կիպրոս, հանդիպումներ պետական եւ մասնավոր կառույցների ներկայացուցիչների հետ։ Կիպրոսի բիզնես պատվիրակության այցը Հայաստան նոր ծրագրերի մեկնարկ է, ընդգծում է միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահը։ Երկկողմ այցերի շրջանակներում նաև կարևորում ենք եւ զարգացնում ենք համատեղ բիզնես ծրագրեր իրականացնելը, ապրանքների արտահանումը, Հայաստանի մասին պատկերացում կազմելը։ Կիպրոսի գործարարներն առաջին անգամ են Հայաստանում, կհաջորդեն B2B հանդիպումներ, այցելություն տարբեր արտադրամասեր եւ Հայաստանի տեսարժան վայրեր։ Նման ծրագրերը մի քանի կարևոր գործառույթներ են իրականացնում։ Առաջինը խթանելով туриզմը, հնարավորություն տալով ճանաչելի դարձնել Հայաստանը։ Երկրորդը տնտեսական փոխադարձ հուշագրերի կնքումը եւ նոր ծրագրեր, նոր գաղափարներ գեներացնելը։ Եվ երրորդ արդեն հայկական արտադրանքի մուտքը դեպի կիպրական շուկա, այդ թվում նաեւ եվրոպական երկրներ։ Խորհուրդն աջակցում է հայ գործարարներին բիզնեսի խթանման խորհրդատվական եւ արտահանման գործընթացներում։ Այս տարի արդեն տեղի են ունեցել բիզնես այցերի Իտալիա, Չեխիա, Ավստրիա, Չինաստան։ Առաջիկայում կմասնակցեն համաժողովի Միացյալ Նահանգներում։ Ուրեմն Արտոմիկ Խաչատրյան, Նուլեր։